Էներգետիկայի եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Լևոն Յոլյանն իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում նրան եւ ներկայացնում գերատեսչության նորանշանակ ղեկավարին։ Աշոտ Մանուկյանն ըստ Կարեն Կարապետյանի հմուտ կառավարիչ է լավատեղյակ ոլորտին։ Էներգետիկ համակարգը վարչապետի խոսքով մեր երկրի ամենակայացած համակարգերից է։ Կարեն Կարապետյանն ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում։ Մենք ապրում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ֆանտաստիկ մեր հնարավորություններ ունենք ռեգիոնալ համագործակցության։ Ունենք ավելցուկ հզորությունների, որը պետք է անպայման օգտագործել։ Ակտիվ մասնակցել նոր սակագների մեթոդաբանության ձևավորման մեջ։ Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք խնդիր ունենք սոցիալապես անապահովի կողքին կանգնելու, մենք խնդիր ունենք մեր սակագնային քաղաքականությամբ ոգևորելու եւ աջակցելու որոշակի բիզնես ուղղություններ, որոնք կարող են զարգանալ, տալ ավելորդ արժեք եւ միևնույն ժամանակ մեր շուկաները, մեր մատակարարի շուկաները մեծանալ։ Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում նաև բաշխիչ էլեկտրական ցանցերի կառավարման համակարգի վրա, շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ, ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Վարչապետը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին։ Կարեն Կարապետյանը բարձր է գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում եւ համոզմունք հայտնում, որ նա իր փորձով ու մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստել ոլորտի զարգացմանը։ Իգնատի Առաքելյանն աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում եւ լավ պատկերացնում է ոլորտը։ Կառավարության ղեկավարը կարևորում է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները։ Պետք է լինել մաքսիմալ բաց եւ հասանելի թե գյուղացու համար, թե այս ոլորտի գործարարի համար։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որտեղ իրենք ձեր դեմքով տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին։ Ֆինանսների նախարարությունում աշխատանքային փորձ ունեցող Վարդան Արամյանը, ով ըստ վարչապետի լավատեղյակ է ոլորտին, այսուհետև կղեկավարի գերատեսչությունը։ Ֆինանսների նախարարությունը ըստ վարչապետի մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է։ Կարեն Կարապետյանը կարևորում է նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում։ Ինչպես նախորդ երկու նախկին նախարարները, Գագիկ Խաչատրյանը եւս վարչապետի խոսքով իր փորձով այսուհետև եւս օգտակար կլինի համակարգին։ Գնումների մասով, ընդհանրապես մեր համակարգային գնումների մասով սպասում են ֆինանսների նախարարությունից առաջարկություններ, ունենք բավականին բարդ խճճված համակարգ առաջի հայացքից, ինչպես ենք անում, որպեսզի մեր ֆինանսական հոսքերը մենք ավելի էֆեկտիվ կառավարենք։ Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին, վարչապետը նշում է, որ նա աշխատանքային մեծ փորձ ունի, ինչը հաջողությամբ կարող է կիրառել։ Վարչապետ Կարապետյանը կարևորում է վերահսկողությունը իրականացվող ծրագրերի հանդեպ, ակնկալում առավելագույնս թափանցիկ աշխատանք։ Մայա Խաչատրյան, Առաջին ալիք։